Ֆրանսիացի փիլիսոփաներից մեկը ժամանակին նշել է. աշխարհը ոչինչ է առանց կյանքի, եւ այն ամենն ինչ ապրում է, սնվում է։ Բացահայտում չենք անի, եթե ասենք, որ սնվելը դա արվեստ է։ Խելացի սնվելը յուրաքանչյուր անձի մշակույթ, իսկ սնվելու մշակույթը ստեղծում են ռեստորանները։ Ռեստորանը դա այնտեղն է, որտեղ սնվում են։ Թվում է, թե այս մեկ նախադասությամբ մենք որոշեցինք ռեստորանի էությունը, բայց բնավ դա այդպես չէ։ Այն վայրը, որտեղ սնվում են, հասկացողության գաղափարը բավական ընդգրկուն է, Մակդոնալդսից մինչև Էյֆելյան աշտարակում գործող ռեստորանը։ Առհասարակ ռեստորան բառը ասոցացվում է նրբաճաշակության, յուրօրինակության, թանկարժեքության հետ։ Բայց պետք է հիշել, որ ռեստորանը դա այն վայրն է, որտեղ համտեսում, ճաշակում են եւ հետեւաբար ավելորդ շվայտությունը, զեղ մթնոլորտը իրականում խանգարում են։ Ռեստորանը դա մարդկանց միասնության, շփման, ուժերի վերականգնման, հանգստության միջոց է, սնվելու օգնությամբ։ Ինքնին ռեստորան բառը առաջացել է ֆրանսերեն վերականգնել, ամրապնդել, կերակրել իմաստներից։ Ժամանակակից աշխարհին բավական հայտնի եւ հասանելի է ավանդական եվրոպական խոհանոցը։ Մենք հայերս եւս զերծ չենք մնում խոհարական ժամանակակից տենդենսներից։ Մենք եւս եվրոպական կամ արևելյան խոհանոցը գնահատողներ ենք։ Համարելով, որ սնունդ ճաշակելն արվեստ է, իսկ արվեստը հասու է ազգությանը, ապա ամենալավ ժամանակն է անդրադառնալ հայկական սննդի ծառին, ազգային խոհանոցին։ Գործարար աշխարհ հաղորդաշարը ներկայացնում է հայ խոհարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության բազային ռեստորանը՝ Արարատ Հոլը։ Արարատ Հոլ ռեստորանը հանդիսանում է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության բազային ռեստորան, ինչ ասել է բազային ռեստորան, այսինքն բարեկամներ դուք գիտեք, որ մեր կազմակերպությունը իրականացնում է բանահավաքչություն, այսինքն այն մոռացված ուտեստները, այն չկարևորված անարդարացիորեն չկարևորված ուտեստները մենք հավաքագրում ենք մեր ռեստորանում, նաև մեր կազմակերպության այլ ռեստորաններում վերամշակում եւ հյուրասիրում ենք մեր հյուրերին։ Իհարկե միշտ հարց է առաջանում, թե ինչու պիտի հենց Արարատ Հոլ ռեստորան հաճախել։ Ես այս հարցի պատասխանը կաշխատեմ հուշել ձեզ։ Նախ Արարատ Հոլ ռեստորանը այն եզակի ռեստորաններից է, որտեղ որ ավագ խոհարարը նաև տնօրեն է։ Այսինքն մենք անմիջական կապի մեջ ենք մեր հյուրերի հետ։ Երկրորդ, որ եւ սրահները եւ ուտեստները, իսկ դրանք մոտորապես 100 տեսականի են ուտեստները, 100 անուն ուտեստներ մեր արարատյան ազգային խոհանոցից։ 2009 թվականի հունիսի 12-ին Արարատ Հոլ ռեստորանային համալիրը իր հյուրընկալ դռները բացեց հաճախորդների առջև։ Օրը տոնական էր բոլորի համար՝ հյուրերի, հաճախորդների, անձնակազմի։ Արարատ Հոլ ռեստորանային համալիրը հարմարավետ ջերմ դասական ռեստորան է։ Այստեղ յուրաքանչյուր այցելու կարող է ըմբոշխել համը, ջերմությունը, հարմարավետությունը, հանգստությունը։ Արարատ Հոլ ռեստորանը գոյություն ունի, որ վերածնի հայկական խոհարարական ավանդույթները, պահպանի ազգային խոհանոցի ամբողջականությունը եւ առանձնահատկությունը։ Եվ ուտեստները եւ սրահի ինտերիերը համահունչ են ճաշակելու համար, վայելելու համար, այսինքն ռեստորանը մի վայր է, մշակութային մի վայր, որտեղ ոչ թե ուղղակի քաղցն ենք հագեցնում, այլ շփվում ենք, կիսվում մտքերով, կազմում պլաններ ապագայի համար, այսինքն այն ինչ որ ճաշակելու համար շատ կարևոր է։ Եվ այստեղ պիտի նշեմ անպայման ի պատիվ սեփականատիրոջ Բարսեղ Բեգլարյանի, որ եզակի երևույթ առաջ եկավ, որտեղ որ ճաշակը թելադրում է խոհանոցը եւ ավագ խոհարարը ներկայանում է որպես նաեւ տնօրեն եւ որպես նաեւ հյուրընկալ։ Մենք այստեղ փորձել ենք մեր հազարամյա հյուրընկալման մշակույթը կիրառել հյուրին հենց մեր դարպասների մոտից միջև սպասարկում եւ ուղեկցում պիտի անպայման հյուրը զգա հյուրընկալման մշակույթը, հյուրընկալման ձևը եւ հաճելիությունը։ Այո, Արարատ Հոլ եւ ինչու, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք դասական ձև, դասական սպասարկման ռեստորանային
այսպես շարժի բիզնեսի դասական եղանակ, վայր, որտեղ ոչ թե քացն ենք հագեցնում, այլ զմայլվում ենք մշակութային երևույթներով եւ նաեւ ճաշակում ենք մեր ազգային ավանդական ուտեստները։ Արարատ հոլը իր այցելուներին առաջարկում է 3 տարբեր հյուրասրահներ։ Ամենամեծ սրահը կոչվում է Անուշահամ թզի անունով։ Թզի սրահը կարող է ընդունել միաժամանակ 50 հյուրերի։ Սրահի ինտերիերը այնպես է ձևավորված, որ յուրաքանչյուրը իրեն կարող է անկաշկանդ եւ հասած զգալ։ Արարատ հոլ ռեստորանային համալիրի մյուս սրահը կոչվում է Նրան սրահ։ Այն մեղմ գեղեցկությամբ, մեղմ չափերով սրահ է։ Նրան սրահը նախատեսում է ընդունել միաժամանակ 35 այցելու։ Մյուս սրահը ամենափոքրն է եւ կոչվում է Ծիրանի սրահ։ Ծիրանենու մեկ փոքր ճյուղին արևից շողշողացող լեցուն ծիրանների նմանությամբ այս փոքր սրահում իրարկող կողքի դրված սեղանները ընդունում են իրենց այցելուներին։ Ծիրանենու սրահը շատ հարմար է ընտանեկան ջերմ միջոցառումների համար։ Արարատ հոլ ռեստորանի անձնակազմի յուրաքանչյուր անդամ ունի բարձր որակավորում, գիտի աշխատանքում իր տեղն ու դերը, կարևորում է մատուցած ծառայությունների որակը։ Արարատ հոլը լինելով հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության բազային ռեստորան, ներկայացնում է բացառապես հայկական ուտեստներ, պատրաստված ավանդական բաղադրատոմսերով։ Բաղադրատոմսերը մշակվում, կազմվում են ինչպես բանահավաքչության արդյունքում, այնպես էլ ուսումնասիրվում են հայ մատենագրության մեջ պահպանված տեղեկությունները։ Ուսումնասիրության արդյունքում բացահայտում ենք մոռացության մատնված, դարերի վաղեմություն ունեցող կերակրատեսակներ իրենց բաղադրատոմսերով եւ հաճախ պատրաստման եղանակներով։ Իրական հայկական ուտեստների շքերթը սկսվում է Արարատ հոլ ռեստորանի խոհանոցում։ Այստեղ շեֆ խոհարարի պրոֆեսիոնալ վերահսկողությամբ սկսվում է սնվելու արվեստի առաջին եղանակարները։ Ուտեստները պատրաստվում են սիրով եւ պատասխանատվությամբ։ Այսօր մարտահրավերների հասարակարգում դժվար է պահպանել ազգային խոհանոցը։ Ինֆորմացիայի պակասը թույլ չի տալիս իմանալ, որ հայկական խոհանոցը համարվում է ամենաօգտակար խոհանոցներից մեկը։ Հայկական ուտեստներում առկա են բնության բերքն ու բարիքը։ Յուրաքանչյուր հաստատության աշխատող իր աշխատանքի ընդմիջման ժամանակը ծախսում է սնվելու, ուժերը վերականգնելու վրա։ Արարատ հոլ ռեստորանը առաջարկում է 100 եւ ավելի տեսակի պատրաստի ուտեստ եւ աղանդերներ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 13-ից մինչև ժամը 15-ը։ Այս արագ սննդի կետը ունի իր առավելությունները։ Հաճախորդը կարող է ինքնուրույն տեսնել, ընտրել այն ուտեստը, որը ներկայացված է օրվա մենյուի մեջ։ Մենյուն կազմված է այնպես, որ կգոհացնի բոլորին։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը եւ նրա նախագահ Արարատ հոլ ռեստորանի շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանի ձեռնադրված ջանքերի շնորհիվ 2011 թվականի հուլիսի 12-ին Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպվեց Տոլմայի համահայկական առաջին փառատոնը։ Փառատոնին մասնակցեցին անհատ քաղաքացիներ, ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ Հայաստանի տարբեր մարզերից։ Այս փառատոնը խոհարարական մոռացված կամ ձեռք բերված ավանդույթներն ազդարարելու, հանուն ազգային կերակրատեսակների տարբեր ռեստորանների միջև համագործակցության եւ միասնության եզրերն ընդգծելու նոր եւ պրոֆեսիոնալ միջոց էր։ Տոլմայի փառատոնը այնքան հաջողված էր, որ այն դարձավ ամենամյա։ Տոլմայի փառատոնը նախորդեց մեկ այլ համահայկական տոնին՝ խորոված փառատոնին։ Այս առանձնահատուկ կերակրատեսակի պատրաստման փառատոնը կայացավ Հայաստանի Հանրապետության հյուսիսային դարպասների մոտ Լոռու մարզում, Ախթալա համայնքում։ Այս փառատոնը բացի իր վրա դրված հիմնական գործառույթներից կատարում է զբոսաշրջության ակտիվացման ազդակի դեր։ Արարատ հոլ ռեստորանի անձնակազմը եւ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը Տոլմայի խորովածի փառատոնների հաջողությունը, աշխարհաքաղաքական նշանակությունը իմի բերելով ավելացրեց եւս մի քանի համահայկական նշանակության եւ միջազգային կարեւորության փառատոններ՝ Ձկան փառատոն, Հացի փառատոն։ Այս բոլոր փառատոնները սիրվելով դարձել են ամենամյա։ Արարատ հոլը կազմակերպում է խոհարարական դասընթացներ բոլոր ցանկացողների համար։ Դասընթացները տեղի են ունենում յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ Այս դասընթացները ունեն մի քանի գործառույթ։
Նախ սովորեցնում, փոխանցում են հայկական խոհանոցի առանձնահատկությունները, ինչպես նաև հնարավորություն են տալիս շատերին ձեռք բերել խոհարարի մասնագիտություն։ Այստեղ սովորած յուրաքանչյուր սան իր ուրույն տեղն է գրավում խոհարարական միջավայրում։ Ես Սեդրակ Մամուլյանի մոտ դեռ եկել եմ ուսանողական ժամանակներում 2002-2003 թվականներին մտա խոհանոց Սեդրակ Մամուլյանի մոտ եւ այդ վաղտվանից այդպես մնացել եմ իր մոտ, իր հետ աշխատելով 2009 թվականից արդեն միասին աշխատել ենք իր ղեկավարության տակ աշխատել եմ Արարաթոլ ռեստորանում, սկզբից որպես խոհարար, հետո իր օգնականն եմ եղել եւ աշխատել եմ մինչեւ 2014 թիվը։ 2014 թվականին արդեն առանձնացել եմ իմ խոհանոցներն են արդեն եղել, որտեղ աշխատել եմ որպես շեֆ խոհարար, հետագայում որպես տնօրեն եմ եղել եւ այս պահին նույնպես աշխատում ենք Արարատյան խոհանոց բրենդով, որը ստեղծեց ինձ Սեդրակ Մամուլյանը։ Կարծում եմ նրա ավանդը հայկական խոհանոցում անգնահատելի է։ Նա կարողացավ այն անել, ինչը որ չէր ստացվում տարիներ շարունակ, նա միավորեց հայ խոհարարներին, սենց ասած։ Նրա ղեկավարությամբ անցկացվեցին բազում փառատոններ, անցկացվեցին բանահավաքչություններ եւ այդ բանահավաքչության արդյունքները մեր բազային ռեստորանում Արարաթոլում վերամշակվեցին, ավելի մոտեցվեցին ռեստորանային վիճակի, որտեղ հայկական խոհանոցը բավականին ծանր աշխատանք պահանջող խոհանոց է եւ ինչ որ որոշակի աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի բարձր որ ռեստորանում պետք է ավելի արագ այդ ամեն ինչը լիներ։ Կարծում եմ, որ Սեդրակ Մամուլյանը իմ աշխատանքային կյանքում եւ ոչ աշխատանքային կյանքում բավականին լուրջ ներդրում ունի, որի համար եւ իհարկե ես շնորհակալ եմ։ Արարաթոլ ռեստորանում ամեն ինչ դրված էր բարձր պրոֆեսիոնալիզմի վրա։ Այստեղ ամենօրյա աշխատանքներ են տարվում ռեստորանի հաճախորդներին գոհացնելու համար։ Այստեղ տիրող ջերմ մթնոլորտի, համեղ ուտեստների, բարձր սպասարկման շնորհիվ Արարաթոլ ռեստորանի այցելուն դառնում է մշտական հյուր։